Ողջույն։ Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի անկախության հռչակագրին։ Այս խոսքերի հեղինակը Ալիևը չէ, ոչ էլ Էրդողանն է, ոչ էլ Թալյատ ու Էնվեր Փաշաներն են։ Խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։ Նա նաև շեշտել է, թե դա իր քաղաքական դիրքորոշումն է։ Այստեղ, կարծում եմ, ճիշտ չի ասում։ Դա Ալիևի դիրքորոշումն է, ու այդ դիրքորոշման փոխանցողը դու ես։ Սրանք ասում են, թե մենք ենք որոշում, դա մեր ներքին գործն է, բայց Նիկոլ Փաշինյանը առաջարկում է փոխել սահմանադրության հենց այն դրույթը, որը պահանջում է Ալիևը։ Ալիևը ասում է, պետք է Հայաստանը փոխի սահմանադրության նախաբանը, որտեղ հղում կա անկախության հռչակագրին։ Նիկոլ Փաշինյանն ասում է, դա մեր ներքին գործն է, բայց մենք էլ որոշել ենք փոխել հենց այն, ինչը դուք եք ուզում, համընկել է պարզապես։ Այսինքն ոչ թե մեր ներքին գործն է սահմանադրության, որ դրույթը կփոխենք, այլ մեր ներքին գործն է, թե երբ փոխենք, որ ամսին փոխենք։ Այն հումորային տեսանյութի հերոսի նման Նիկոլն ասում է, տան տղամարդը ես եմ, ու ես եմ որոշում, սկզբում պիլեսոսը անել, նոր ամանները լվալ, թե ամանները լվալ, նոր պիլեսոսն անել, բայց որ դա է անելու, հաստատ է։ Ժորժան վտանգավոր փուլ է, ու այս փուլում հատկապես ազգային հարցերը ատամներով պահելու պահանջ կա։ Դպրոցում, բուհում տարիներ շարունակ սովորել ենք, կարդացել ենք, թե ինչքան դժվար է հայապահպանությունը Սփյուռքում, ազգայինը, մշակույթը, պատմությունը, հիշողությունը պահելը։ Այսօր Սփյուռքի տարբեր գաղթօջախներում ավելի լավ վիճակ է, քան Հայաստանում։ Մեկ շաբաթից Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է։ Կառավարությունը մինչ 2020 թվականը ամեն տարի միջոցառումներ էր կազմակերպում, իսկ կլոր տարեթվերին կոնկրետ արարողություններ անում։ Սրանց օրոք մի դեպք եմ հիշում 2020 թվականին, երբ միջոցառում են արել, այն էլ ողջ քաղաքացիների անուններն էին գրել հուշակոթողի պատերին։ 110-ամյակին ինչ միջոցառումներ եք կազմակերպել, որևէ տեղեկություն չկա, ըստ երևույթին որևէ բան չի լինելու։ Ով կազմակերպի, սրանք, որ 2 օր առաջ գնացել էին թուրքական Անտալիա դիվանագիտական կերուխումի։ Ցեղասպանության տարելիցին մեկ միջոցառում կա, որին իշխանությունն էլ ոչ միայն մասնակից չէ, այլև վստահ են վաղը դատապարտելու են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները վառելը, որովհետև ըստ երևույթին Նիկոլի համար դա նույնն է, որ ՔՊ-ի դրոշը վառեն։ Միակ միջոցառումը ըստ էության լինելու է ջահերով երթը, որը համահայկական բնույթ է կրում։ Այս սա չեն կարող կասեցնել, դադարեցնել, դրա համար էլ լինելու է։ Կամ ով գիտի, կարող է մի օր էլ սա էլ արգելեն։ Ամեն տարի մասնակցում եմ ջահերով երթին ու ինձ համար ցավալի արձանագրում եմ արել, թե ինչպես են այսօր փոխվել կարգախոսները։ Տարբեր տարիների տարբեր կարգախոսներ են եղել, ճանաչման, հատուցման, բայց այս տարվա կարգախոսը Ժորժ ջան մի ուրացիրն է։ Ճանաչումը վերաբերում էր աշխարհին ու Թուրքիային, հատուցումը վերաբերում է Թուրքիային, բայց մի ուրացիրը ուղղված է Հայաստանի իշխանությանը։ Առաջին անգամ հայոց ցեղասպանության վերաբերյալ դատապարտող կոչեր են հնչում, որոնք ուղղված են ոչ թե աշխարհին, այլ Հայաստանի իշխանությանը։ Հայ ժողովուրդը Հայաստանի կառավարությունից պահանջում է չուրանալ հայոց ցեղասպանությունը։ Զավեշտ է, չէ՞։ Ժորժ ջան, սարսափելի է սա։ Երբ որևէ երկիր չի ճանաչում ցեղասպանությունը, դատապարտում ենք, բայց հասկանում ենք, որ իրենց շահերը այդպիսին են, թուրքերի հետ առևտուրն են գերադասում օրինակ։ Բայց երբ ցեղասպանության ենթարկված ժողովրդի կառավարությունն է ասում, ինձ ցեղասպանությունը չի հետաքրքրում, առևտուրն է հետաքրքրում, ուրեմն քո դատապարտող կոչերը արդեն իրեն են ուղղվում։ Տարիներ առաջ գործուղման էի Վրաստանում, ադրբեջանցիներ կային, որոնց հետ բանավեճի մեջ էի մտել ու պնդում էի, որ միևնույն է դատապարտումը գործնական բնույթ է կրելու։ Թուրքական պետությունը պատժվելու է ցեղասպանության համար, հատուցման ինչ-որ ձևեր լինելու է։ Հիմա ես ավելի շատ բանավեճ ունեմ արդեն ոչ թե թուրքերի ու ադրբեջանցիների հետ, այլ քաղաքացիական պայմանագրի իշխանության ու ասում եմ, ձեր քայլերը դատապարտվում են եւ պատժվելու եք։ Ձեր արածը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված արարք է։ Այն որ Նիկոլը ասում է, պետք է պարզենք ինչ է եղել եւ ինչ է եղել։ Այն որ Նիկոլենք ասում են, պետք է անուն ազգանուններով պարզենք, ով ինչից է մահացել։ Գուցե 1 միլիոն չեն քիչ են։ Այն որ Նիկոլը ՔՊ դպրոցում դասախոսություն է կարդում ու ոչ մի անգամ չի օգտագործում ցեղասպանություն բառը, այլ դրա փոխարեն ասում է դժբախտություն։
Այն որ Նիկոլը ասում է թուրքեր ջան, ինչ արել եք ջանդամը ձեզ, մոռանանք, թողնենք անցյալում անցնենք առաջ, մսով ճաշն է ավելի կարևոր, դա տեղավորվում է ուրացման, քրեական օրենսգրքում նսեմացման, արդարացման հոդվածի մեջ։ Սրանց ուրացման պատճառը նաև, որ մենք 2023 թվականին ցեղասպանություն ապրեցինք Արցախում, բնակչությանը իր հողից, արմատներից կտրել, գաղթեցնելը հենց ցեղասպանությունն է։ Այս տարի ջահերով երթին մասնակցումը նոր իմաստ է ստանում։ Ջահերով երթը հիշողության ու պայքարի խորհրդանիշ է։ Իշխանությանը ցույց ենք տալիս, որ նա ուրացել է, վաղուց հանձնվել է, բայց մենք պայքարելու ենք մեկ ճակատով ավելի։ Ես, դուք էլ վստահ եմ, բազմաթիվ միջոցառումների ենք մասնակցել, երթերի ենք մասնակցել սուտ հավեսի համար, որովհետև ասենք քայլելը առողջարար է, որովհետև սիրուն միջոցառում է եղել, դուր է եկել։ Այո, ջահերով երթը շատ սիրուն միջոցառում է, բայց հավեսի համար չէ, խորհրդանիշ է, հասարակական ու քաղաքական դիրքորոշում է, խոստում է, ասում ես, որ դու չես հանձնվի, դու պայքարելու ես։ Ջահերով երթը ցույց է տալիս, որ այս հարցում մենք միակարծիք ենք, ինքը կուսակցական միջոցառում չէ, ինքը համահայկական է։ Բայց մի պահ, որ խորանում է ժողովուրդ, գժվելու բան է։ Տասնամյակներ շարունակ պայքարեն, ցեղասպանության հարցը արծարծելու համար, ընդհատակից պայքարեն, ծպտյալ պայքարեն, հետո հնարավորություն ունենան բացահայտ պայքարելու, քաղաքական գերակայություն հռչակեն, տարբեր երկրների ընդունել տան ցեղասպանությունը, հայ դատի հանձնախմբերն ակտիվ աշխատեն, հաջողություն գրանցեն ու հանկարծ ինչ որ մի խմբակ գա իշխանության ու ասի, այդ սաղ սխալ է, մոռանում ենք, ուրանում ենք, սփյուռքն էլ մեզնից կտրում ենք, սաղ սխալ էր։ Ոչ մի բանն էլ սխալ չէր։ Սխալը դուք եք։ Դուք մի հատ մեծ բիծ եք մեր ժողովրդի պատմության վրա։ Այն որ մաշկի վրա տիզ է կանգնում, պոկում ես, բայց հետք է թողնում, լաքա, դուք այդ լաքան եք։ Այդ տիզի նման դուք էլ մաշկից կպոկվեք, բայց ամեն ինչ արել եք, որ լաքան մնա։ Դուք ոչ միայն իրավունք չունեք, չեք էլ կարող որոշել մեր օրակարգում ինչը կա, ինչը չկա։ Ուշադիր եղեք, թե ինչպես Թուրքիան ու Ադրբեջանը մեզ հետ կապված խնդիրները, Թուրքիան 100-ամյակի խնդիրը, Ադրբեջանը տասնամյակների խնդիրը հանկարծ փորձեցին մի քանի տարում իրենց ձեռնտու կերպով լուծել, Արցախն էլ, ցեղասպանությունն էլ, սահմանադրությունն էլ, Արարատն էլ, սաղ հազիվ իրենց երազած իշխանությունն են ստացել որպես նվեր։ Ու աբսուրդ է, որ այսքանը անողները ասում են ընդդիմության նպատակը Հայաստանի Հանրապետության անկախության չլինելն է, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության չլինելն է եւ այլն եւ այլն։ Դուք հենց այս պահին դրանով եք զբաղված։ Նիկոլին ի պահ է տրվել ինքնիշխան տարածք, հանձնել է։ Նիկոլին ի պահ է տրվել պետություն, հանձնել է, հանձնում է, պատմական ժառանգությունը քանդում է։ Մի բան չի թողնում իրենից հետո, այն հարբած պահեստապետի նման, որ դատարկում է պահեստը սպիրտի համար։ Կարճ ասած։ Նիկոլն ասում է, Ղարաբաղյան շարժում Հայաստանում չի լինելու։ Ղարաբաղյան շարժմանը փաստացի հակադրում է ու ցույց է տալիս ակնհայտ թուրքական շարժման ընթացքը, իդեմս իր կուսակցության ու իշխանության։ Որ Ղարաբաղյան շարժումը մի հոգու որոշելիք չէ, 10 հոգու որոշելիք չէ, փաստ է։ Որ թուրքական շարժումը որոշել են մեր հարևանները եւ ի կատար է ածում Հայաստանի այսօրվա իշխանությունը, եւս փաստ է։ Հետևաբար, սա արհեստական օրակարգ է, որը մեր ազգի հետ որևէ կապ չունի, ի տարբերություն Ղարաբաղյան շարժման, որը անգամ սովետական իշխանությունը իր վերջին տարիներին չկարողացավ ոչ կպնել, ոչ կանխել, ոչ մարել։ Վստահ եմ, չի մարել ու վստահ եմ, չի էլ մարելու, չի էլ կանխվելու։ 100 հատ էլ Նիկոլ գնագա, մեր ժողովուրդը իր տունը, հողը, ջուրը, հայրենիքն է պահանջելու ու այդ պայքարը շարունակվելու է։ Իսկ այս թուրքական շարժումը կանխել է պետք։ Հիմա հարցերի հարցն է ամբողջ հայության համար. ով կկանգնեցնի թուրքական շարժումը Հայաստանում։